Դիլիջանում Հայաստանի թոքերում Hyatt Regency-ի առաջին հյուրանոցն է կառուցվելու։ Green Rock-ը եւ Hyatt Hotels Corporation-ը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում միջազգային բարձրակարգ Hyatt Regency բրենդի մուտքի վերաբերյալ։ Հատկանշական է, որ ընկերությունն արդեն իսկ 25 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացրել եւ ամբողջ ներդրումային ծավալը լինելու է 160 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա Դիլիջան համայնքի համար կարծում եմ շատ կարևոր է։ Համալիրում նախատեսվում են ռեստորաններ եւ բարեր, առևտրային տարածքներ, ընտանեկան ժամանցի կենտրոններ, 2 կինոթատրոն, առողջարանային եւ սպա կենտրոն, ֆիթնես ակումբով ու բացօթյա լողավազանով։ Հյուրանոցը կունենա 205 համար, այստեղ կգործի նաև կոնֆերանսային կենտրոն, ավելի քան 550 հյուրի համար։ Իսկ հյուրանոցի տանիքում նախատեսվում է ուղղաթիռների վայրեջքի հարթակ։ Ինչու են հենց Հայաստանում իրականացնում այս նախագիծը։ Ինչու հենց Դիլիջանը, պարզապես նայեք ձեր շուրջը, սա անհավանական է, այստեղ կա ամեն ինչ, բարենպաստ կլիմա, ենթակառուցվածքներ եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Մեզնից 2.5, 1.5 եւ 1 ժամվա հեռավորության վրա են գտնվում 3 միջազգային օդանավակայաններ՝ Երևանում, Թբիլիսիում, իսկ այս տարվանից նաեւ Գյումրիում։ Բայց մեր ուժեղ կողմերից մեկը նաեւ մեր մշակութային կոդն է, մեր հյուրընկալության ԴՆԹ-ն։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 400 աշխատատեղ հյուրընկալության, ռեստորանային բիզնեսի, առողջարանային ծառայությունների, միջոցառումների կազմակերպման, ինժեներական եւ հյուրանոցային կառավարման ոլորտներում։ Մարդիկ գտնեն այն զգացմունքները, որի հետևից գալիս են Դիլիջան։ Ես իսկապես շատ եմ գնահատում մարդկանց եւ այն երիտասարդները, որոնք կարող են քաղաքից չգնալ եւ աշխատանք գտնել այստեղ, դա ինձ եւ փոքր եւ մեծ հյուրատները, սրճարանները, որոնք կարող են կլոր տարի ընդունել իրենց հյուրերին, դա ինձ իսկապես ուրախեցնում է եւ ոգևորում է։ Դիլիջանի հետ նաեւ կզարգանա ամբողջ Տավուշի մարզը։ Green Rock-ի ներդրումային պորտֆելը $160 միլիոն է, որից ավելի քան 30 միլիոնն արդեն ներդրվել է։ Սա երկար ճանապարհ էր, որը մենք անցել ենք մեծ ջանքերի շնորհիվ։ Ավելի քան 6 ամիս բանակցել ենք միջազգային բրենդի հետ եւ այսօր շատ ուրախ ենք հայտարարել, որ Hyatt Regency Դիլիջանը մեր տարածաշրջանում Hyatt Regency-ի առաջին հյուրանոցն է լինելու։ Մենք վստահ ենք, որ այն հսկայական դրական փոփոխություններ եւ վերափոխումներ կբերի թե քաղաքին, թե երկրին։ Hyatt Regency Hyatt-ի առաջատար պրեմիում հյուրանոցային բրենդներից է։ Այն ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրում եւ ներառում է ավելի քան 245 հյուրանոց։ Այս հյուրանոցի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականը։ 2029-ին Հայաստանը եւ Վրաստանը համատեղ հյուրընկալելու են FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Հյուրանոցն ուզում է դառնալ հիմնական հյուրընկալողներից մեկը։ Մարդիկ, որոնք գալու են հյուրանոց, կգան ոչ միայն Դիլիջանի բնությունը վայելելու, այլև Դիլիջանի բնակիչներին ճանաչելու, արվեստին ու արհեստներին ծանոթանալու համար եւ հասկանալու, թե ինչպես են այստեղ մարդիկ ապրում։ Միջազգային զբոսաշրջիկները հենց նման փորձառություններ են փնտրում։ Բացի այդ, Դիլիջանը գտնվում է Երևանի եւ Թբիլիսիի միջև մոտավորապես ճանապարհի կեսին։ Այսպիսով Երևանից Թբիլիսի ուղևորվող բազմաթիվ զբոսաշրջիկներ կանցնեն Դիլիջանով, կվայելեն բնությունը, ապա կշարունակեն ճանապարհը դեպի Վրաստան։ Նոր հյուրանոցը Դիլիջանի զարգացման լայնածավալ ծրագրի մի մասն է, վստահեցնում են ծրագրի ղեկավարները։ Նպատակը քաղաքն ամբողջ տարվա ընթացքում զբոսաշրջային, գործարար եւ մշակութային գրավիչ ուղղության վերածելն է։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։